Ծնվել եմ Ասկերան քաղաքում եւ ապրելով այստեղ ես ուզում եմ իմ քայլով բացել որ պիտի մենք ապրենք այստեղ։ Ժողովրդական խոսք է, տղամարդը պետք է տուն կառուցի, ծառ տնկի, որդի մեծացնի։ Արմանը համոզված է, այդ ամենը պետք է անել Արցախում։ Երազանքի տունը սկսել է կառուցել դեռևս 44-օրյա պատերազմից առաջ։ Պատերազմից հետո էլ առանց մի վայրկյան վարանելու շարունակել է քարը քարին դնել, չնայած կողքից հաճախ է լսել, անիմաստ է։ Անգամ բլոկադան իր հետևանքներով չի կանգնեցրել Արմանին, շինանյութ հայթայթում է մեծ դժվարությամբ, բայց ամեն օր մի բան է ավելացնում՝ երազանքների տան կառուցումը ավարտին հասցնելու համար։ Մինչև վերջ ես կառուցել եմ անկախ ամեն ինչի, որտեղ ես մտադիր չունեմ ստեղից հեռանալ։ Ու այդքանը ես իրականացնում եմ իմ ընտանիքով, մեծ ներդրում ունեն իմ փոքրիկներս, օգնում են երկու դուստուրս եւ որդիս, նրանք օգնում են ամեն մի քայլափոխի։ Սկսել եմ կառուցել 2019 թվականին իմ ֆինանսական բյուջեով, առաջի հարկը կառուցելուց հետո պատերազմը սկսեց 2020 թվականին մնաց կիսատ։ Պատերազմից հետո ընտանիքս նորից եկավ Հայաստանից, մարդիկ սկսեցին վերադառնալ դեպի հայրենիք։ Ես դրա հետ համատեղ սկսեցի կառուցել իմ բնակարանը ու այս տունը երեք պատմություն ունի, մինչև պատերազմը ու պատերազմից հետո։ Առաջի հարկը մի քիչ փոքր է, երկրորդ հարկը մի քիչ ընդլայնված է։ Ես իմ երկրորդ հարկը որ կառուցել եմ գնացող հարևանները ասում են, բայց մի քիչ ընդլայնված է, ասում սա իր պատմություն ունի։ Կարծում եմ կգա մի ժամանակահատված էլի կունենանք նույն Արցախը։ Փոքր է հիմա առաջի հարկը, հիմա երկրորդ հարկը մի քիչ մեծ եմ կառուցել, որպեսզի ստանից ներշնչում է, որ մենք ունենալու ենք նույն Արցախը, ինչ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը։ Բարեկամ, հարազատ մարդիկ, ինչի վրա ես շուրջ բոլորը ամեն մարդը գումար ունի, ամեն ինչ ունի վաճառում, ասում ես իմ քայլս եմ իրականացնում, թող իմ շուրջս էլ տեսնեմ, մարդկանց ոգեշնչում եմ։ Մարդիկ էլ մոտենում են ասում են, մենք տեսնում ենք որ դու աշխատում ես, մենք ոգևորվում ենք։ Ոգևորվում ենք, ուրեմն դու մի բան գիտես, որ կառուցում ես։ Ես գիտեմ որ պիտի ապրեմ այստեղ։ Մի բանը պիտի պայքարենք։ Սեփական ձեռքերով տուն կառուցելը սկզբունք է, քիչ դեպքերում է դիմում վարպետներին։ Ասում է այդ պարագայում առանձնակի իմաստու հաճույք է պարգևում շինարարության ընթացքը։ Ամեն ինչը ես եմ անում իրականում, վարպետ չի աշխատել այս շինության վրա, պատանձավ ես եմ իմ ձեռքերով շարել, տանիքը օգնել են, բայց մնացածը ես եմ իրականացել։ Այս պայմանությամբ վարպետներն են աշխատում, ներքին հարդարման, իսկ բաղնիքի, զուգարանի մնացած են գործողությունները ես եմ իրականացնում։ Մեկ ասում ուրիշ բան չունի, արհեստավոր կդառնամ, էլի կսովորեմ։ Ինչ որ միտեղ պետք է գա, բայց ես չեմ կարծում, որ ես Արցախից դուրս գամ ու կսկսեմ ինչ որ մի պետություն, ինչ որ մեկին իմ ծառայությունս առավելից ես նման ծառայություն մատուցել։ Ես պիտի իմ ծառայությունս մատուցեմ իմ հայրենիքում։ Ու դեմ եմ նրանց, ովքեր գնում են թե Հայաստանից, թե Ռուսաստանից, թե արտերկրից, չգիտեմ, անպագոր հայրենասիրություն են խաղում Արցախ, Արցախին սիրող ու հարգող պիտի Արցախում ապրի։ Երանի թե ինչպես ես եմ ոգեշնչում իմ ուժերի չափի սահմանում, թե հասարակության մեջ, թե բնակարան կառուցելու շրջանակներում, երանի թե մեր վերադասները ինչ որ մի չափով, փոքրիկ ինչ ոգեշնչի մեր ժողովրդին, ինչ որ մի քայլերով, մեր ժողովուրդը ոտքի կանգնի ու ամեն ինչ էլ իր տեղը դնի։ Մենք ստեղ ընտանիքով, երեք եղբայրներս, հերս, մերս, ամբողջության զավակները իրենց, բոլորն էլ այստեղ են։ Ու ոչ մեկն էլ միտ չունի Արցախից դուրս գալ, բոլորն էլ մեր ներդրումն են ունենում, աշխատում են։ Ներքին հարդարման աշխատանքներին է հասել, որդին էլ Հայկը առաջին օգնականն է ու ամենաանհամբերը։ Զրոյից մինչև վերջ ես եմ շարել պատերը, մինչև վերջ։ Այս ինչ որ տեսնում ես, առաջի շորնավոր աշխատանքները, էլի ես եմ սա իրականացել, որ արդեն վարպետը գա մի անգամից ինքը շարի։ Ну, հասկանում եթե ես կարողանում եմ իրականացնեմ, թող ես անեմ, ամենամ բյուջես կտնտեսեմ, էլի։ Փառք Աստծո, ես իմ տեղս գտել եմ հասարակության մեջ, ես ինձ ստեղ մի հատ ուրիշ ձև եմ զգում, որովհետև ես գիտեմ, որ ստեղ ապրելով մի օր ես չեմ կարողանալու, մի օր ես սոված չեմ անալու։ Ես կարողանալու եմ ստեղծեմ, համ երեխեքս են ապրելու, համ իմ հարազատներս ինչքան կարողանալու եմ օգնելու եմ։ Մեկ առավոտ աշխատանքի գնալուց նայում եմ, ասում ես եմ այսքանը կառուցել։
Ես ոնց եմ այսքան ես արել, ասում ինձ հալալ է։ Ես կարողանա այստեղ պատուհան չթողնեի, հաշվի առնելով հակառակորդի դիրքերը, որ երևում է, մտանգությունից ելնելով հանդեպ։ Սա խոսում է նրա մասին, որ վախենալու ոչ մի բան չունի։ Այսքան իրականացել նրա համար, որ հակառակորդը թող տեսնի, որ երբեք այստեղ լքելու մտադրություն ես ու իմ նմանները չունենք։ Տունը կառուցում է, որդուն մեծացնում, ինչպես նաև երկու դուստրերի, այգին էլ հիմնել ու սիրով մշակում է։ Հայրենիքի հանդեպ սերն ու պարտավորությունն արտահայտում է նաև մասնագիտական գործունեությամբ, սերունդ դաստիարակելով դպրոցում։ Ոչ թե ծառեր ենք տնկել։ Ես իմ երթին ինչ ամուսնությունս, մի մասը կա, որ արդեն ընտանիքով ենք տնկել։ Պատերազմից հետո ծառ ենք տնկել, անգամ ես ու որդիս այնտեղ ցույց տան փոքր մուշմալա կա արդեն մեծացած, ես ինքն ենք տնկել։ Մեկ էլ մեծ աղջիկս։ Ես այգին արդեն հիմնել ենք, ամեն մի ծառի պատմություն ունի։ Առաջի ծառս եղել է այս գիլասը, որ տնկել եմ, այս մեծ գիլասը։ Ձորի բերեն ա եղել, այս մի քիչ թեկոտ, աշխատելով մի քիչ տարածքը հարթեցրինք ու սկսեց ամեն օր մի միտ ծագելը, չէ, ծառը որ կա, պիտի սեղան լինի, սեղանը որ կա, մենք էլ մեծ ընտանիք ենք, շրջապատը կա, պիտի սեղանը մեծ լինի, ոչ թե 5-6 հոգուց բաղկացած, թող լինի 12 ամենակիչը առնվազն։ Ու սեղանը դրել ենք, ծառերը որ կա, հիմա ժամանակ անում եղանակը չի ներում, որ դրսում հաց տենք։ Պիտի մի հատ սարքենք, մի հատ փակ տարածք, երեխաներից հետ կառուցելով, ընկերոջից հետ կառուցելով, հաշվի առնելով ամեն ինչ, որ ոչ թե մենակ այստեղ մենք հանգստանանք, ոչ թե մենակ այստեղ մենք հանգստանանք, այլ թող ընտանիքով որ գանք, երեխաները իրենց խաղը խաղան, չգիտեմ, գարատախտակի վեր իրենց մտքերը արտահայտեն, իրենց ընկան խաղան, ամեն հնարավորություն ստեղծել ենք, ճոճանակ ունենք, նախատեսված երեխաների համար, որ իրենք մեզ չխանգարեն, մենք մեր հանգիստը վայելենք։ Ու բնականաբար ամենտեղ ես ունեմ զինանշանը նախատեսած այս ամեն, որտեղ ես ինչ-որ մի բան հիմնում եմ, Արցախի հետ կապված պիտի մի հատ սիմվոլիկ մի հատ անկյուն ունի, այստեղ են այս բնության գրքում զինանշանը, ունենք ներսում, Հայկո իջիր, ունենք ներսում Արցախի քարտեզը, մինչև 20 թվականը, կանանք մտնենք ցույց տանք այս Արցախի քարտեզը, ու ստա չեմ կարծում, որ կանցնի պատմության գիրկը ստա, ես միշտ իմ շրջապատում ասում եմ, անենք ամեն ինչ, որ Արցախը չանցնի պատմության գիրք, ինչպես մենք պատմության էջերը թերթում ենք Տիգրան Մեծիորով, սա եղել։ Ու այն ինչ կապված է հայրենիքի հետ ոգեշնչող, ես ամենտեղ ստեղծում եմ, որպեսզի ինձ վրա եկավ ազնվորությունը, նայելով պաստառները, նայելով 4 կողմը, գոնե հասկանա, որ ինչ է հայրենիքը ու ինքն էլ ավելի ոգեշնչված, այսինքն ավելի հայրենիքի նկատմամբ սերը մեծանա։ Այո, ով եթե ոչ դու, նստում ենք այստեղ, հաց ենք ուտում, տայվա աշնան եղանակին, ձմեռան եղանակին, ու նայում ենք բոլորս, եթե ոչ մենք, ապա ով։ Ապրելով այստեղ պիտի ամեն ինչ անենք, ու պիտի անենք ամեն ինչ Հայկո եւ Հայկի նման բոլոր նմանները, ովքեր ապրում են Արցախում, չքալեն օտարափերում, այլ քալեն Արցախում։ Ես աշխատանք անցնելով Խանապատի միջազգային դպրոցում որպես ռազմագիտության ուսուցիչ, ես ամեն քայլանում, որ մեր աշակերտը վաղվա մեր զինվորը տիրապետի ամեն մի քայլ փոխի ծառայության ժամանակահատվածում ու աշխատելով այնտեղ ես թողարկել եմ աշակերտներ, ովքեր ծառայել են շատ բարեխիղճ եւ դրսևորել են իրենց որպես արցախցի։ 20 թվականին մենք ունեցել ենք զոհեր շատ, բայց իմ դասավանդած աշակերտներից մեկը Գասպարյան Սարմենը, նա առանձնահատուկ աշակերտ է, տարբերվում էր իր դասարան աշակերտի, մինչև վերջ պայքարեց։ Անգամ մայրը զանգելա, որ հելեք, հարեք, իմ ասելա ոչ։ Ամեն ինչ լավ կլինի ու ես գամ որ հասնեմ Խանապատ դու գլուխդ բարձրացես քայլել, բայց ցավոք ստի չեկա։ Հիշում եմ, որ ասում եմ փոքր բաղ ասում Սարմեն,
Շատ չես իմ անգամից այդքան մեծացել, մեծ խոսում, ես ամա փոքրուց մեծ եմ ծնվել։ Ու իսկ պատերազմը ինքը ապացուցեց, որ ինքը իրականում արժանի հայ տղա է։ Երանի թե բոլորը իրար նման են։ Այդքանից հետո նույնիսկ մեր աշակերտներն նույնն են, ուսուցանուն նույնս եմ անում։ Պիտի ապրենք, պիտի շենացնենք։ Որդու հետ մեծ հույսեր է կապում, հավատում է նրա ու Արցախի լուսավոր ապագային, միայն թե ամենքն իր դիրքում իր գործը պիտի անի բարեխղճորեն։ Հայկը ամեն ինչ անելու է, իր գիտելիքների, իր ունակությունների, իր ուժերի չափ ամեն ինչ անելու է ներդնի Արցախում։ Տեսնելով իրեն ես տեսնում եմ մի խելոք ազնվորություն ու ես ամեն ինչ անելու եմ, որ ինքը իր գիտելիքները, ուժը, եռանդը ծառայեցնի միայն ու միայն հայ ժողովրդին, առավելևս Արցախին։ Որովհետև Արցախը սա մեր ամբողջ հայության մի ուրիշ կետ է, որ բոլորս կապված ենք Արցախի հետ։ Ու ես հաճախ եմ այս բառը օգտագործում 90-ականներից հայ ժողովուրդը սկսեց հպարտությամբ քայլել երկրի ամեն մի անկյունում Արցախցու շնորհիվ։ Եվ նորից կքայլի ու գլուխը բարձր, այո։ Ու նորից սկսելու է քայլել, համոզված եմ, ու այդքան էլ Արցախցու շնորհիվ ես ուրիշ կետից չեմ տեսնում հայը նորից հպարտություն։ Միայն ու Արցախից։ Մեզ պետք է ուղղակի մի քիչ կամք, դժվարություն հաղթահարել, յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի։ Իսկ դա ում խոսքերն է։ Աշոտ Ղուլյան Բեկոլ։ Հապրես։ Այսպես ենք մենք մեր ընտանիքում ու մեր շրջապատում ամեն ինչ անում։ Եթե կորցնենք Արցախը, կթերթենք հայոց պատմության վերջինները։ Իսկ դա ում խոսքերն է։ Մոնթեի։ Դե Հայկն էլ կիսում է հոր տեսլականը, ամեն բան անում է Արցախին ու ընտանիքին արժանի զավակ լինելու համար։ Հետաքրքրությունների շարքը մեծ է։ Երկրների պատմություն է ուսումնասիրում, նկարչության ու հաղորդավարության խմբակներ հաճախում, տների գծագրեր անում ու ոգեշնչվում հայ ազգի հերոսներով։ Հայկական շատ հերոսներ գիտեմ։ Կամ թվարկեմ այդ հերոսներին։ Մովսես Խորենացին, Մեսրոպ Մաշտոցը, Անդրանիկ Օզանյանը, Հայկը, Վիկտոր Համբարձումյանը, Ռուբեն Վարդանյանը։ Երրորդ դասարան եմ, բայց լուծում եմ 4-5-րդ դասարանի խնդիրներ։ Նաև ես սովորում եմ աշխարհագրություն, երրորդ դասարանում եմ, բայց աշխարհագրությունը անցնում են 6-րդ, 5-րդ կամ 7-րդ դասարաններում։ Ամենաշատը ուզում եմ Արցախում ապրել, բայց ուզում եմ համեր Ֆրանսիայում ապրել։ Հետո գամ Արցախ եւ ոչ մի տեղ չգնամ։ Կուզեմ, որ ճանապարհները բացվի, թուրքերն էլ հանձնվեն, ինչ վերցրել են մեզ տան Շուշիին, Ուխտասարը։ Դրա համար մենք պիտի ուժեղանանք, մեր բանակը հզորացնենք։ Պիտի օրինակ շատ զինամթերք լինեն, բայց ես չեմ ուզում, որ զինամթերք լինի։ Որտեղ խոսքով պիտի կռվի։ Խոսքով գիտելիքով կարան հաղթել։ Դրա համար ես գերազանց եմ սովորում, որպեսզի ապագայում հզորացնեմ Արցախը։